Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Մկրտչյան, Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հանրապետականը եվրոհարսանիքներ է անվանել Նիկոլ Փաշինյանի եւ առաջարկել էր հարամել այն պատկերավոր ձևով ասած։ Իհարկե բողոքի ակցիաներ իրականացվեցին, ձեր քաղաքական ուժն էլ դրանց առաջին շարքերում էր կանգնած, բայց որքանով ձեզ հաջողվեց այս նպատակին հասնել, քանի որ իշխանականներն ակնհայտ բարձր տրամադրություն ունեն այս օրերին, եվրոպական դերակատարներն էլ բաց տեքստով հայտարարում են նրանց աջակցելու մասին։ Թույլ տվեք ես անկեղծորեն ասեմ, որ այն happy weekend-ը, որ Նիկոլը կազմակերպել էր իր այս պահի դրությամբ աջակցությունը իր կողմից բոլոր տեսակի հովանավորչությունները այլևս ստացած լինելու փաստով եվրոպական քաղաքական համայնքից, քաղաքական վերնախավից, գոնե դա փաստ է, այդտեղ ոչ թե խնդիրը հարամելու մասին էր այնքան, այլ իրականությունը ցույց տալու եւ վերջի գիտեք ցույց տալու, որ հայ ժողովուրդը սուբյեկտ է, ինչքան էլ որ Նիկոլը իր տերերի հետ ուզում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս սուբյեկտայնություն չունի։ Մեզ ուզում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ շատ լավ է եւ մի կոտրեք Նիկոլի ստի իշխանությունը, որտեղ որ չկա բռնություն, որտեղ չկա խոշտանգում, որտեղ չկան իրավունքների ոտնահարումներ, որտեղ չկա անվտանգային խնդիրներ, չնայած հանուն անկեղծության նաեւ պիտի ասենք, որ միջազգային կառույցները, որոնց կանոնադրային խնդիրների մեջ մտնում է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարբեր երկրներում մոնիտորինգ իրականացնելը, զանգվածային լրատվամիջոցների եւ ընդհանրապես ազատությունների իրացման մասով իրենք իրենց զեկույցներում ամրագրում են Հայաստանի հետընթացը, Նիկոլի իշխանության հետընթացը, բայց դա չի նշանակում իրենց համար, որ քաղաքական աճուրդը, որ իրենք կազմակերպել են եւ այդ կնիքը ժողովրդավարության կեղծ կնիքը, որ տվել են Նիկոլին, Նիկոլը գնել է այլևս այդ կնիքը իրենցից եւ ինչ էլ անի, միևնույն է մնալու է իրենց սիրելին, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունից զիջել, Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը նվազեցնել եւ հայ ժողովրդին նվաստացնել ինքը պատրաստ է ցանկացած հարթակում, Անկարայից Մոսկվա, Մոսկվայից Բրյուսել եւ Վաշինգտոն, ինքը այստեղ ոչ մի տարբերություն եւ տարանջատում իհարկե չի դնում։ Սրա համար են իրարացների վրա աչք փակում շատ լավ իմանալով թե Հայաստանում ինչ իրավիճակ է։ Իհարկե, իրենք շատ լավ գիտեն թե ինչ իրավիճակ է, ավելին եթե նույնիսկ չգիտեին, ձեր կողմից մատնանշված այդ ակցիաները մի քանի օր իրար հետևից տևող, որոնք անընդհատ էին, ԵՄ դեսպանությունից այն վայրեր, որտեղ միջոցառումներն էին անցկացվում, միջոցառումների անցկացման վայրերից մինչև նախագահական նստավար, որտեղ իրենք հանդիպումներ էին պլանավորել, իրենք հնարավորություն ունեին տեսնելու եւ լսելու, այլևս իրենց վրա է պատասխանատվությունը, թե ինչու իրենք չեն արձագանքում, բայց թույլ տվեք ես ասեմ, որ չարձագանքելն էլ ունի իր հիմքը եւ այդ հիմքը հետեւյալն է. Նիկոլը վատն է, Նիկոլը հայ ժողովրդի համար դավաճան է, բայց դա չի նշանակում, որ օրինակ աշխարհակահաղական տարբեր կենտրոնների համար ինքը օգտագործման ենթակա օբյեկտ չէ եւ իրեն լավ օգտագործում են հայ ժողովրդի դեմ։ Մենք հասել ենք արդեն նրան, որ Երևանի կենտրոնից դեռևս տեսակապով, բայց տեսնում եք ինչ թռիչքաձև առաջագնում Նիկոլը թուրքերին ու ադրբեջանցիներին Հայաստան բերելու գործում, մի տարի, երկու տարի հետո էլ Երևանի կենտրոնից արդեն ֆիզիկական ներկայությամբ Ալիևը կգա կասի, որ դուք պատերազմական հանցագործներ եք։ Եվ որևէ արձագանք չի տարում այս խոսքերին։ Զրո արձագանք։ Եվրոպական խորհրդարանի նախագահն է միայն արձագանքում, ԿՊԱԿ-ներն էլ արձագանքում է այն մասով, որ վերաբերելի է իրենց։ Պատերազմական հանցագործ Ալիևը, բռնապետական ռեժիմով երկիրը կառավարող Ալիևը, մարդու իրավունքների վրա թքած ունեցող Ալիևը, էթնիկ զտում իրականացրած Ալիևը, որևէ պատասխան չստանա Հայաստանի Հանրապետության գոնե այս պայդրությամբ գործող եւ իրեն ղեկավար անվանող անձանցից կամ անձանց շրջանակություն են անգամ հայտնում եւ հույս են հայտնում, որ Փաշինյանը կգնա Բաքու այո, թույլտվություն են խնդրում Բաքվում հերթական կեղծ նկարները անելու, թե իբր մինչեւ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հանձնել է, բայց իրականությունը մեկն է եւ այդ իրականությունը շատ եմ ցավում, որ մեր օգտին չէ, հայ ժողովրդի օգտին չէ։ Այդ տրամաբանությունը բխում է նրանից, որ Նիկոլը կգնա մայիսի 9-ին պարադ կողջունի, թե այստեղ կողջունի Կայա Կալասին եւ ֆոն դեր Լեյնին, էական չէ, այդտեղ հայկական շահ չկա եւ Հայաստանի Հանրապետության համար ոչինչ չի եղել։ Նիկոլը ստացել է լավ նկարներ, դրանից զատ ինչ ա եղել։ Անվտանգային մարտահրավերներն են անդրադարձել բացարձակ, մարդու իրավունքներն են անդրադարձել բացարձակ, իրանց այդքան շատ սիրած վիզաների ազատականացմանն են անդրադարձել բացարձակ, ռազմավարական ինչ-որ փաստաթղթեր են ստորագրում անդադար, այդ փաստաթղթերի վերնագրից այն կողմ, այդ ինչ բովանդակություն կա, զրո բովանդակություն։ Հիմա այս ամեն ինչը ինչ եք կարծում, ինչպես կազդի Փաշինյանի էլեկտորատի վրա, ավելի շատ ինչ կողմնորոշված զանգվածին մեր հասարակության սակը համոզի գնալ եւ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։
Տարիներ շարունակ արդեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում իր իշխանազավթումը երկարացնելու համար այլևս իր հույսը չի դրել ընտրական process-ների կամ ընտրողների կամքի վրա։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ կամքը ձևավորված է իր դեմ, որտեվ եթե այդպես չլիներ, կին քաղբանտարկյալներ չէին լինի դպրոցական քաղբանտարկյալներ, ամեն ինչի վրա ամեն ինչի վրա Հայաստանի Հանրապետությունում աչք է փակվում, ցանկացած տեսակի հանցագործություն մնում է անպատժելի, Հայաստանի Հանրապետությունում պատժելի է դարձել Նիկոլի օրոք միայն խոսքը, միայն խոսքի ազատությունը եւ Նիկոլի դեմ ասված քաղաքական կամ քաղաքացիական քննադատությունն է այսօր պատժելի։ Սա մենք պիտի հասկանանք եւ էլեկտորալ process-ները իրեն անհրաժեշտ են միայն ձևական իմաստով այն իր ունեցած կնիքը, այո, ժողովրդավարական ընտրությունների անցկացման կեղծիքը շարունակելու համար։ Ինքը շատ լավ գիտի, որ վարչական ռեսուրսով, իրավապահ համակարգի անմնացորդ հանցագործություններով, որոնք իրենք ծառայություն են անվանում, այս ամեն ինչով է ինքը ընտրվելու։ Եվ կարևորը այն հարցն է, թե ոչ թե քանի հատ նկար ստացան եւ ինչպես քննարկեց կամ քննադատության ենթարկեց Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը կամ քաղաքացիները, այլ թե ինչպիսի հակազդեցություն պիտի լինի։ Ինքը շատ լավ գիտեր, որ այդ մարդկանց բերել է այստեղ քաղաքական PR-ի համար։ Այդ մարդիկ էլ գիտեին, որ դրա համար են գալիս։ Իրենք եկել են այստեղ 3 օր անձնապես լավ ժամանակ անցկացնելու, Նիկոլի համար ապահովելու նկարներ, գունավոր նկարներ, հայ ժողովրդին թողնելու ձեռնունայն Թուրքի եւ ադրբեջանցու սպառնալիքի առաջ։ Հանրապետականը նաև Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիներին եւ պատանդներին ազատ արձակելու պահանջով էր նախագահականի դիմաց ակցիա իրականացնում, որտեղ եվրոպացի պաշտոնյաներն էին գտնվում։ Ըստ ձեզ Եվրամիությունը ինչպես կարող է նպաստել մեր գերիների ու պատանդների հայրենադարձմանը, քանի որ եթե ես չեմ սխալվում, նախկինում որևէ անգամ նրանց միջնորդությամբ մենք գերիների վերադարձ չենք ունեցել։ Մենք գերիների վերադարձ շատ եմ ցավում, բայց սա պիտի ասվի։ Մենք գերիների վերադարձ ունեցել ենք ամեն անգամ այն ժամանակ, երբ որ դա անհրաժեշտ է եղել Նիկոլին քաղաքական կոնյուկտուրայով համապատասխանեցված այդ ժամանակահատվածում ինչ որ խնդիրներ լուծելու, աչք փակելու կամ Հայաստանի քաղաքացիներին սուտը որ մատուցում է խաղաղություն անվան տակ, դա երկարաձգելու համար։ Մենակ այդ ժամանակահատվածում էր եղել Թուրքի եւ ադրբեջանցու կողմից ժեստեր Նիկոլին։ Այդ մարդիկ Հայաստան ցավոք չեն վերադարձել հայկական դիվանագիտության շնորհիվ, հայկական պետության ջանքերի շնորհիվ, որևէ մեկը իրենցից Հայաստան չի վերադարձել միջազգային իրավունքի տրամաբանությունից ելնելով, ասենք միջազգային կառույցները կամ դատարանները այն ինչ որ միջազգային իրավունքը տալիս է գործիքակազմը հարկադրանքի կիրառվի Ադրբեջանի կամ Բաքվի բռնապետի նկատմամբ։ Դրանք չեն կիրառվել, չէ՞։ Մենք հիշում ենք, որ ինչպես են թուրքերը Էրդողանի կնոջ շուրթերով մեզ ծաղրում, ասելով դե թող քարտեզները տան, տես հերթով հետ ուղարկեք։ Վերադարձրեք։ Այո, ծաղրանք, ինչպես էր Նիկոլը պլյուս-մինուս 50-ով հաշվում այդ մարդկանց, ինչպես էր Աղդամցի Ալենը ասում, որ կան չկան միևնույն է ինձ համար, մեռած են մեր գերիները, խնդրեմ սա էլ չսա, իրենք իրական վերաբերմունքն է իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայերի նկատմամբ, ովքեր այնտեղ խոշտանգվում, տանջամահ են արվում։ Իրենք էլի դարձել են առևտրի գործիք, որը Նիկոլը օգտագործում է Ալիևի հետ ցանկացած պահին, երբ որ հայ ժողովուրդը այստեղ ոտքի է կանգնում կամ արդեն իրականությունը այնպիսին է, որ ուղղակի տանելի չի, մի քանի հոգի խոշտանգված, կներեք, բայց մահվան եզրին արդեն հասցրած մարդկանց հետ են ուղարկում այստեղ, որպեսզի էլի ինչ-որ բան իբր հանդարտեցնեն։ Մենք այս Նիկոլի տականքությունը մեր էմոցիաների վրա խաղալու, հայ հասարակության էմոցիաների վրա խաղալու, մեր հայրենակիցներին գերիներին, պատանդներին, որ դարձրել են իրեն քաղաքական շահարկման եւ էմոցիա առնելու ու ծախելու առարկա, մենք դի այստեղից էլ դուրս գանք եւ շատ լավ հասկանանք, որ հայկական պետության վերականգնումն է հայ գերիների հետ վերադարձի իրական ճանապարհը։ Հայկական պետության վերականգնումն է տանելու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ։ Հիմա այստեղ Եվրամիությունը ինչ դերակատարում կարող է ունենալ հաշվի առնելով ձեր մատնանշած իրողությունները եւ այն աջակցությունը, որը ցուցաբերում են Փաշինյանին։ Գիտեք, ես չի որ Եվրոպական միության կառույցների գործառույթները պիտի թվարկեմ, բայց դուք շատ լավ գիտեք, չէ՞, երբ որ իրանք ուզում են ինչ-որ բանի հասնել, ինչպիսի փաթեթային լուծումներ են գտնում, սանկցիաներից մինչև 1000 ու մի տեսակի այլ պատժատեսակներ, 1000 ու մի այլ գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ուղակի օրինակ Ադրբեջանին դնել մեկուսացման մեջ։ Բայց եկեք անկեղծ խոսենք, հա։ Այստեղ Նիկոլի հետ նկարվելուց հետո բազմաթիվ ԵՄ առաջնորդներ եւ քաղաքական համայնքի ներկայացուցիչներից որոշները ուղղակի գնացին Բաքու։
թույլ տվեք ես կռահեմ ինչ են խոսել Բաքվում։ Այնտեղ արդեն առարկայական է եղել իրենց էներգետիկ անվտանգությունից սկսած, նավթի եւ Բաքվի այլ օգտակար հանածոներից օգտվելու կամ իբր այդ ռուսական սանկցիաների Ռուսաստանի կողմից ռուսական կիրառված սանկցիաները շրջանցելու ճանապարհներ եւ հնարավորություններ են իրենց համար փնտրել եւ գտել։ Ակնհայտ է, չէ՞, որ այնտեղ գնացել են իրենց շահի համար։ Այստեղ անգամ նույնիսկ չխոստացան մեզ, որ այնտեղ խոսելու են գերիների մասին։ Միայն Մակրոնը մի նման հայտարարություն արեց, որ ասեց ես կխոսեմ, բայց հենա արդեն 2 օր գնացել է, ոնց որ ոչ մի խոսակցություն չկա։ Եվ Մակրոնի հայտարարությունը, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին, մեծ հաշվով մեզ համար զարմանալի չէր եւ բոլորս էլ մենք գիտեինք այդ իրողության մասին, բայց Ֆրանսիայի նախագահը իրեն բավականին անլուրջ հայտարարություններ նաեւ թույլ տվեց, նշեց, որ 8 տարի առաջ Հայաստան ոչ ոք չէր գա, Հայաստանը ընկալվում է Ռուսաստանի արբանյակ պետություն, իսկ Փաշինյանը ընդ որում Նիկոլով դիմեց, Նիկոլը հեղափոխություն արեց եւ պատկերը այս մասով փոխվեց։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը եւ որքանով է սա հարիր այս անլրջությունը Ֆրանսիայի նման պետության ղեկավարին, երբ մենք հիշում ենք Ֆրանսիայի նախկին բոլոր նախագահները նախկին իշխանությունների օրոք սկսած Ժակ Շիրակից մինչև Ֆրանսուଆ Օլանդ եւ նույն Մակրոնը 2018 թվականին էլի եկել էր նման իրողությունների եւ նման բան է հայտարարում եւ հրամցնում մեր հասարակությանը։ Ինձ մոտ այնքան վատ դեժավյու է, Մակրոնի հետ Նիկոլը հանդիպեց, հանձնեցին 2022 թվականին Պրահայում Արցախը, համաձայնության եկան, որ ըստ էության Ալիևի իրականացրած ցանկացած պատերազմական հանցագործություն իրենք պարտակելու են եւ մնալու է անարձագանք։ Հիմա ինձ մոտ դեժավյու է, եկել է Հայաստան, էլի նույն ոգևորությամբ, ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլի նկատմամբ, եկեք սա ընդգծենք, բացարձակապես Նիկոլի նկատմամբ իր ոգևորությունը ինձ տանում է այն մտքին, որ կարող է նույն պլանավորվածությունը արդեն կարճաժամկետ ունեն Հայաստանի Հանրապետության հանդեպ, ինչը շատ ցավալի է։ Մակրոնը կամ անկեղծության պակաս ունի, կամ հիշողության պակաս ունի, որովհետև Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչները շատ են եղել Հայաստանում եւ թույլ տվեք ասեմ, որ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի իշխանությունները շարունակելու են գալ Հայաստան անկախ Նիկոլի փաստից, որովհետև հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունն է Նիկոլի եւ Մակրոնի ընկերությունը կամ իրենց միջև, չգիտեմ, տարատեսակ այլ պայմանավորվածությունները չեն, որ մեր հյուրասիրությունը կամ հյուրընկալությունը ֆրանսիացի եւ ազգությամբ ֆրանսիացիների կամ Ֆրանսիայի իշխանությունների հանդեպ դրանով չեն պայմանավորում իհարկե։ Գիտեք, շատ ավելի վատ բան կա, եթե մենք փորձում էինք այս ամեն ինչի մեջ գոնե հայկական շահ դնել հայկական օրակարգ, ամեն դեպքում եկել է համաժողով է անցկացվում, գագաթնաժողով է անցկացնում, կա արդյոք հայկական օրակարգ այդտեղ թղթի վրա։ Մենք թղթի վրա տեսանք եւ քննարկեցինք արդեն, որ չկար։ Կար արդյոք բանավոր խոսքում եւ գործողություններում հայկական օրակարգ կամ ընկալում ձևավորելու Հայաստանի նկատմամբ իհարկե չկար։ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալն էր, որպեսզի պահի իր իշխանությունը։ Մակրոնն էլ դարձավ այդ քարոզչության մասը, որում նույնիսկ ֆրանսիացի լրագրողի հարցին ի պատասխան ինքը չխուսափեց ասել, որ դառնում է այդ քարոզչության մի մասը, ինձ համար շատ վատ եւ անընկալելի համեմատություն արեց Մայա Սանդուի հետ համեմատությունը ըստ էության մեր պետությունը կապելով Մոլդովայում իրականացող ինչ որ գործընթացների քաղաքական գործընթացների նմանության հետ, ինչը ինձ համար անընկալելի է եւ մերժելի է։ Բացի այդ ինքը նաեւ շատ պարզ հայտարարեց, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Հետևաբար արդարացնելու է Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն, ցանկացած տեսակի բռնարարություն, ինքը փաստորեն ուշադրության կարտ բլանշ տվեց Նիկոլ Փաշինյանին նաև հետընտրական շրջանում նմանատիպ գործողությունների գնալու։ Այո, փաստորեն միանալով Թուրքիայի Ֆիդանին, միանալով ադրբեջանցի Ալիևին, որը 2018-ից ասում է, որ Հայաստանում տեղի չէր ունենա, այնինչ տեղի ունեցավ, եթե մեր ռեսուրսն ու աջակցությունը չլիներ, ցավալիորեն միացավ այն բոլոր մարդկանց, ովքեր ոչ թե իրենց բարեկամություն, իրենց պետությունների կամ միջազգային կազմակերպությունների բարեկամությունն են հայ ժողովրդի հետ գնահատում, այլ բացառապես Նիկոլի աթոռը, որովհետև Նիկոլը զիջում է Հայաստանի Հանրապետությունից այնքան, ինչքան որ պետքա թուրք-ադրբեջանական գործոնը այստեղ տարածաշրջանում մխրճելու եւ անբեկանելի գործոն սարքելու համար։ Եվ այդ զիջումը վերջնակետ չունի ամենացավալին, որը պետք է փաստենք։ Ես ձեզ կասեմ այդ վերջնակետը Հայաստանի Հանրապետության կործանումը։ 0 կետ Արցախի համար, այսինքն զրոյացված Արցախի Հանրապետություն եւ 0 կետ Հայաստանի համար, սա են իրանք։
Տիկին Մկրտչյան, հենց այս իրողությունների պայմաններում խոսենք նաև սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց ձեր կուսակցությունը ուղղակիորեն չի մասնակցում, բայց օրինակ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ուժեղ Հայաստանի թիկունքում թաքնված կամ նրանց դեմքով եք մասնակցում ընտրություններին։ Նախ կխնդրեմ այս պնդումներին արձագանքեք եւ անձամբ շարունակում եք կարծել, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մեզ մոտավորապես 2021 թվականի պատկերն է սպասվում չնչին տարբերություններով գուցե։ Հանրապետական կուսակցությունը միշտ մասնակցել եւ շարունակել է բոլոր գործընթացներին մասնակցել բացառապես իր դեմքով։ Այդ դագաղներով իշխանությունը զավթացները, եթե 2018 թվականին չկարողացան այնպես անել, որ մենք մեր դեմքից, մեր կուսակցությունից հրաժարվենք, իրենք հիմա դա հաստատ անել չեն կարող, մեզ որևէ նոր ստեղծված կամ ավելի մեծ քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժ կամ անվանում անհրաժեշտ չէ ներկայանալու համար։ Մենք չենք մասնակցում ընտրություններին մի շատ պարզ պատճառով, համագումարին շատ ընդլայնված դրա մասին խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, մենք գործադիր մարմնի հայտարարություն ենք դրա վերաբերյալ արել, բայց ես շատ կարճ հիմա կպատասխանեմ։ Եթե կա հնարավորություն իշխանությունների հորինած մեզ համար հստակ արձանագրված արհեստական խոչընդոտներով անգամ ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի վրա բացասական ազդեցություն ունենալու, մենք այստեղից հետ ենք քաշում, ես ավելի պարզ կասեմ, շատ-շատերը մինչև հիմա ընդդիմադիր դաշտում էլ օգտագործում են նախկին ներկա գոյություն չունեցող թեզը, որտեղ շատ վաղուց այդ գծերը այնքան ջնջված են եւ որևէ մեկը անգամ չի մտածել նրա մասին, որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ, բայց եթե կա ընդդիմադիր առաջատար ուժերի մոտ այդ մտայնությունը, խնդիր չկա, մենք ամբիցիա չունենք քաղաքական, մեծ քաղաքական մանդատ պետք չի ինչ որ ինքնահաստատվելու կամ ազգային ժողովում այս կողմում կամ այն կողմում նստելու համար։ Եվ իշխանության մասնախոսքը եւ ընդդիմության մասնախոսքը, այսինքն մենք մեզ զրկել ենք իշխանությունում ներկայացվածություն ունենալու հնարավորությունից նաև սա 4%-ը հաղթահարելը ձեր նման քաղաքական ուժի համար մեծ հաշվով խնդիր չէր լինելու։ Ես նաև այդ արձանագրման համար եմ ձեզ շնորհակալ, ասեմ մեկ այլ օրինակ էլ թույլ տվեք բերեմ ձեր խոսքերին որպես ապացույց, մենք 2021 թվականին դաշինքով ենք մասնակցել եւ դաշինքի համար սահմանված շեմը չենք հաղթահարել, բայց այսօր այդ նույն ռեսուրսով մասնակցելով հանրապետական կուսակցության ռեսուրսով, այն ինչ որ մենք ստացել ենք 21-ին, դա մեզ բավարար էր ունենալու այնտեղ ներկայացվածություն։ 18 դեկտեմբերին էլ 4.8% ստացել էիք, այնուամենայնիվ սա էլ պետք է փաստենք։ Դե ինչ որ որոշ աղբյուրների պնդմամբ ավելի շատ էինք ստացել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը իր իրավապահ համակարգի առաջ խնդիր էր դրել մեզ ամեն կերպ խորհրդարանից դուրս թողնելու։ Այս ժամանակ ինչու չճանաչեցիք, չփորձեցիք պայքարել, քանի որ այդ մի քանի տասնորդական ձայնը ձեզ արդեն կապահովեր ներկայացվածություն խորհրդարանում։ Դուք ցանկություն ունեիք նոր դագաղների շքերթ տեսնելու եւ ատելության նոր շքերթ տեսնելու։ Ես 2018 թվականի արտահերթ ընտրությունների վերաբերյալ իմ անձնական գնահատականը տվել եմ որպես նախ մասնագիտությամբ իրավաբան եւ հետո քաղաքականությամբ զբաղվող մարդ, ակնհայտ է, որ այդ ընտրությունները չեն եղել ազատ, արդար եւ թափանցիկ, ատելության վրա հիմնված ընտրությունները արդյունքները ավելի քան կանխորոշված էին, բայց սա շռայլություն է հիմա դրա մասին խոսել, որովհետեւ պետության վերականգնումից հետո կարծում եմ այդ բոլոր գնահատականները կտրվեն։ Եվ երկրորդ մասով անմիջական մասնակցության չմասնակցության, անմիջական մասնակցություն եւ չմասնակցություն ոչ թե վերաբերվում է այլ ցուցակներում խցկվելուն, ոնց որ փորձում են հիմնավորել կամ չգիտեմ ինչ անել, բացարձակ դրա մասին չի։ Անմիջական մասնակցություն եւ չմասնակցություն դրա մասին է, որ մենք պայքարից դուրս չենք գալիս։ Հանկարծ ձեզ մոտ տպավորություն չստեղծի, որ մենք Նիկոլին պարար թող ենք ստեղծում, ասում են գնա ինչ ուզում ես արա։ Եվ դա մենք մեր արդեն մի ամիս է հայտարարությունը կա մեր չմասնակցության մասին, բայց դուք կարծում եմ կփաստեք, որ որևէ ակտիվության եւ Նիկոլի դեմ պայքարի մեջ խզում տեղի չի ունեցել։ Մենք նույն կերպ ակցիաներին ենք մասնակցում, ասեմ ավելին, դուք չեք գտնի մի քաղաքական ուժ, որը չի մասնակցել, հայտ չի ներկայացրել ընտրություններին մասնակցելու երբևէ Հայաստանի պատմության մեջ, ել չեմ ասում 18 թվականից հետո, որը հնարավորություն եւ ամբիցիա չի տվել ինքը իրեն մանդատ ունենալու, բայց ասել է, որ ամբողջ քարոզչության ընթացքում լինելու է փողոցում իրականացնելու է ակցիաներ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զգոն մնան եւ իհարկե գնան իրենց ընտրությունը կատարելու։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞, մենք փաստացի պայքարում ենք Նիկոլի դեմ առանց քաղաքական ամբիցիայի եւ մեր համար դուրը փակելու քաղաքական հնարավորության։ Դուք պատկերացնում եք ինչքան ազնվության մենք դոզա ենք տալիս արդեն ոչ թե մեր խոսքերով, այլ մեր վարքագծով մեր ընտրողին եւ մեր քաղաքական դաշտի այն ընդդիմադիրներին, ովքեր իրականում ազնիվ են եւ հասկանում են, թե ինչի առաջ ենք մենք կանգնել։ Բայց մեծ հաշվով ընտրություններից մեծ ակնկալիքներ չունեք, եթե ճիշտ Այդ մասով ես պիտի էլի անկեղծ ասեմ, որովհետև ես գիտեմ թե ով է Նիկոլը։ Ես չգիտեմ ինքը ինչա պլանավորել հունիսի 7-ին, 6-ին, 5-ին եւ 8-ին, բայց ես գիտեմ իր բովանդակությունը։ Ինքը մարդ է, որ բունկերից կարողանում էր հրաման տալ, ջարդել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիշում եք, գա քաղաքացու վրեժի ժամանակը, չգիտեմ ինչ։ Այն մարդներ, որ ազգային ժողովի ամբիոնից հրապարակային ուղի եթերով կարողացավ հասնել նրան, որ 32 նռնակ գցեն Հայաստանի քաղաքացիների վրա, խաղաղ ցուցարարների վրա։
Ընդ որում կխրախուսվեն անողները։ Եվ խրախուսվել են, ու բարձր պաշտոններ են ստացել, իհարկե քրեական գործեր չկա, որևէ մեկին չի հետաքրում այդ ինչ նռնակներ են, այդ ինչ իրավական հիմքով գծվեցին, ոչ մեկին, ոչ մարդու իրավունքների պաշտպանին, ոչ որևէ քննչականի ղեկավարին, ոչ միջազգային կառույցներին, ոչ մեկին չի հետաքրում, որտեղ Նիկոլը բոլորին ձեռք է տալիս։ Հիմա այս պայմաններում մի ամսից քիչ ժամանակահատված մնալու դեպքում էականն է նա, որ մենք իրար հետ նստենք եւ միմյանց ես ձեզ խափեմ, դուք էլ փորձեք ձևացնել, թե իբր ինձ հավատացիք, որ ընտրությունները լինելու են արդար եւ ազնիվ ու մրցակցային, թե ավելի լավ կլինի ուղղակի լինել նախապատրաստված ու հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի հակազդեցություն դավաճան Նիկոլին, որովհետեւ դավաճան Նիկոլի մասին է խոսքը։ Այս պահից սկսել պատրաստվել հունիսի 8-ին, 9-ին, 10-ին հետընտրական զարգացումներ։ Որովհետեւ Նիկոլը պատրաստվում է, որովհետեւ Նիկոլը չի գնում ընտրական process-ների մասնակցայնության իմաստով։ Գիտեք ինչ, մենք այս ընտրական օրենսգրքի վրա ենք շատ կենտրոնացել, բայց ազգային ժողովի օրինակով փորձեմ, հա, այս պայդրությամբ գործով ազգային ժողովի օրինակով։ Ազգային ժողովի սահմանադրական կանոնակարգ սահմանադրական օրենքը պահպանել պետք է։ Այո, պետք է։ Պահպանվել է այս 5 տարիների ընթացքում։ Տեսել ենք։ Ինչա տեղի ունեցել քրեական գործերից մինչև ուղղակի չպահպանություն, որը զանցանքել չի անգամ ֆիզիկական բռնություններ։ Ինչ հետևանք է ունեցել։ Որևէ հետևանք չի ունեցել։ Մենք էլի պետք է ամեն անգամ այս անգամ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի խախտումն ենք արձանագրում, հետո գնանք ընտրական օրենսգրքի խախտում արձանագրենք։ Այն ազգային ժողովի կողմից եւ այն սահմանադրական դատարանի կողմից, որը ուզուրպացված է։ Մենք սրա ակնկալիքը ունենք, թե մենք ԿՊ-ական, հայկական ժամանակի Նիկոլ Փաշինյանի աշխատողի կարգավիճակից դուրս եկած Վահագն Հովակիմյանից ակնկալիք ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագծի։ Ես չունեմ այդ ակնկալիքը։ Ձեզ էլ կեղծել չեմ պատրաստվում։ Իսկ այս իրավիճակում փողոցային պայքարը, գործողությունները կարող են էֆեկտիվ լինել, հաշվի առնելով ձեր հիշատակած իրողությունները, նույնն էլ նաև իրավապահ եւ ուժային համակարգում է տիրում եւ մենք գիտենք, թե խոսեցինք արդեն ինչպես է խրախուսվում իշխանության կողմից, որ ոստիկանները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառեն։ Ուրեմն էֆեկտիվությունը նախորդ 3 շարժումները պիտի որոշեն, որովհետև նախորդ 3 շարժումների օրինակով ես ձեզ կարող եմ ասել, Նիկոլը կարողացել է այդ շարժումները կասեցնել միայն բռնություն գործադրելով։ Հիշեք, հայրենիքի փրկության շարժման ժամանակ են նռնակներ նետվել, դիմադրության շարժման ժամանակ են կրակել քաղաքացիների վրա, նռնակներ են նետել քաղաքացիների վրա եւ իհարկե սրբազան պայքարի ժամանակ Բաղրամյանի դեպքերը։ Այսինքն միշտ ուժի կիրառումն է Նիկոլին կարողացել հնարավորություն տալ խաղաղ ցուցարարներին խաղաղ անհնազանդության ակցիա անող մարդկանց ճնշել։ Սրբազան պայքարի դեպքում էլ հասել է իր գագաթնակետին այդ աննորմալությունը, այդ իրավական բեսպրիդելը, որտեղ այն գործողությունները, որ Նիկոլը եկել է իշխանության, իրանք իմացում են դա ահաբեկչություն է։ Նիկոլը ինքն իրան գնահատական է տվել Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելով, որտեղ Բագրատ Սրբազանի արած գործողությունները ընդհանրապես 10%-ն էին։ Այն էլ խոսակցություն այդ գործողությունների մասին, ինչ որ իրան թույլ է տվել անել Նիկոլը 2018-ին ու ասում էր, որ սա խաղաղության մասին է, ազատության մասին է, ժողովրդավարության մասին է, սա մեր սահմանադրական իրավունքն է եւ որևէ մեկը խոչընդոտելու իրավունք չունի։ Մենք պիտի հասկանանք, թե այսինքն քաղաքացիները պատրաստ են փողոց դուրս գալ։ Նախորդ տարիների ընթացքում էլ են դա ցույց տվել։ Որտեղ այստեղ առաջնագծում կանգնածների վճռականությունն ու կամքը, այս դրա մասին պիտի խոսենք, որտեղ ակնհայտ է, որ Նիկոլը բռնություն կիրառելու է։ Ինքը չի խորշում դրանից։ Անդրանիկ Քոչարյանը չէր Նիկոլի ասում, որ պետքա գնդակահարել բոլորին, ովքեր որ կմտնեն պետական շենքեր։ Չգիտես ինչի ինքը իրեն ու Նիկոլին միշտ չէին գնդակահարում։ Այստեղ գուցե նաև ձեզ է մեղադրում, որ երբ որ 18 թվականին իրենք ռադիոտուն մտան, իրենց հետ նման կերպ չվարվեցին։ Անդրանիկ Քոչարյանը հայ գնդակահարող է եւ հայ գնդակահարված հայերի հաշվին իրեն պաշտոն մուրացող եւ պաշտոն ստացող է։ Սերժ Սարգսյանի իշխանությունը հայ գնդակահարող չի եղել ու երբեք չէր էլ դառնալու։ Մենք այստեղ համեմատվելու եզր անգամ չունենք։ Ես մատնանշում եմ ուղղակի իրենց տականքությունը եւ վերաբերմունքը հայի կյանքի նկատմամբ եւ չկասկածեք, որ կգնդակահարեն։ Իրենք, որովհետեւ այն մարդը, ով որ համարձակվել էր նստել ազգային ժողովի նախագահի աթոռին, որը պատկանում էր Նիկոլենց արդեն, իրեն 2 օր հետո այդ իրադարձությունից ինքնասպան եղած գտան։ Ոչ մի քննություն, ոչ մի որևէ բան տեղի չունեցավ։ Արմեն Գրիգորյանը, որը ընդամենը հանդգնել էր խոսել հարթակից, ընդդիմադիր հարթակից, բեմահարթակից Հայաստանի քաղաքացիներին ուղերձներ հղել։ Իրեն սպանեցին դատարանում։ Սոնա Մնացականյանը, որը ընդամենը տեղաշարժի իրավունքն էր իրացնում, սահմանադրորեն ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքը։ Ախրանիկները կարողացան կներեք իր եւ իր չծնված երեխայի վրայով անցնել ուղակի իրենց կյանքը խլել։ Ցավոք սրտի։
Տիկին Մկրտչյան, վերջին շրջանում նաև լարվել են երկրորդ եւ երրորդ նախագահների հարաբերությունները, բանը հասավ այնտեղ, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր ամենամեծ սխալը իրավահաջորդի ընտրությունն է եղել, իսկ Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ սա իր համար նորություն չի, ինքը 20 տարի շարունակ գիտեր այս մասին, պարզապես այս անգամ սկզբնաղբյուրից լսեց դրա մասին։ Որ պահից սկսած երկու քաղաքական ուժերի հարաբերությունները սկսեցին վատ թարանալ, որից հաստատապես հավաքական ընդդիմությունն է տուժում եւ Նիկոլ Փաշինյանը շահում, եւ արդյոք դրանք արդյունահատել են անդառնալիության կետը։ Այն պահից, երբ որ Ռոբերտ Քոչյանը որոշեց Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն ուղեծիրը շեղել եւ պայքարել Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի դեմ։ Ռոբերտ Քոչյանը շատ պարզ մի հարցի պիտի պատասխանի. ինքը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը գնա, թե ինքը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Ռոբերտ Քոչյանը պիտի պատասխանի այն հարցին, թե արդյոք ինքը պայքարում է Նիկոլի դեմ, թե Նիկոլի դեմ պայքարը համարում է ռիսկային եւ խուսափում է այդ պայքարից ու փորձում է այլ պայքարի թիրախներ գտնել։ Ինչ վերաբերում է իրավահաջորդության իմաստով, ես կարծեմ Ռոբերտ Քոչյանին գոնե Հայաստանում իրավակարգը սխալ են բացատրել եւ իրավահաջորդության իշխանության մեզ մոտ տեղի չի ունենում այն իմաստով, որ ինքն է պատկերացնում։ Ինքը կարող էր իր իրավահաջորդներից դժգոհ լինել, օրինակ իր ընտանիքի անդամներից, որոնք իրականում կարող են համարվել իր ժառանգորդները, ոչ միայն իշխանության, այլ նաեւ մնացած գույքի իմաստով իրենց տան կազմավորման մասին է խոսքը։ Եթե ինքը այդ դրամաբանության մեջ է, կարող է իր ընտանիքի անդամներից որևէ մեկից է ինքը դժգոհ չէր կարող։ Այնուամենայնիվ նկատի ունի այն ժամանակվա քաղաքական համակարգը նախագահական ընտրությունների շրջանում Սերժ Սարգսյանն էր աջակցում, նաև այն պաշտոնյաները, որոնք հանրապետական չէին, ենթադրաբար ուղերձը սա էր։ Դե Ռոբերտ Քոչյանի Սերժ Սարգսյանը աջակցելու մասին կարծում շատ այլ տեղեկատվություն կա, որ այդ աջակցությունը չի եղել։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե արդյոք անդառնալիության կետն են հատել, թե չէ, դա պետք է որոշի Ռոբերտ Քոչյանը։ Մեզնից որևէ արձագանք, բացի պատասխանից, դուք չեք լսել եւ չեք էլ լսի, որովհետեւ ինչպես նախագահը համագումարի ժամանակ ասաց, ամենաշատը նախագահ Սերժ Սարգսյանն է ուզում, որ Ռոբերտ Քոչյանը հաղթահարի շեմը եւ գնա ազգային ժողով, որովհետեւ ինքը գոնե, եթե լավություն չի անում հավաքական իմաստով ընդդիմությանը, գոնե լավություն չանի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ իր չանցնելը մեզ բոլորիս է վնասելու։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչյանի հարցազրույցներին, որոնք մեծ մասը նվիրված են ում ասես բացի Նիկոլից, այստեղ գալիս է էլի իմ առաջարկը պատասխանել են հարցին, արդյոք ինքը պայքարում է Նիկոլի դեմ եւ միգուցե ինքը վախենում է Նիկոլից, բայց եթե վախենում է Նիկոլից, այդ դեպքում թող չպայքարի, կգտնվեն մարդիկ, ովքեր վստահաբար կպայքարեն։ Հիմա դուք տեսեք, նշում եք, որ երրորդ նախագահն է խոսեց այդ մասին, որ ուզում է Քոչարյանի ուժը անցնի խորհրդարան, դուք էլ ձեր խոսքում այդ մասին նշում եք, բայց այնուամենայնիվ բուն հանրապետականները չէ, բայց հանրապետականի հետ ասոցացվող որոշ գործիչներ վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով Քոչարյանի դեմ հակակարողչությամբ են զբաղված, գրառումներ են անում, հարցազրույցներ տալիս եւ պնդում, որ նա անցողիկ շեմը չի հաղթահարելու եւ լինելու է ամենամեծ ձայն փոշիացնողը, հենց 5.6% մասին են խոսում, որ ստանալու է նա։ Որքանով է նախընտրական շրջանում նման հակակարողչությամբ զբաղվելը բխում հավաքական ընդդիմության շահերից եւ արդյոք գոնե հիմա հնարավոր չէ տարաձայնությունները մի կողմ դնել, չթիրախավորել, իհարկե էլի եմ նշում, բուն հանրապետականները չեն, բայց գործիչները հիմնականում ասոցացվում են հանրապետականի հետ, Սամվել Ֆարմանյան, Միքայել Մինասյան եւ այսպես շարունակ։ Եթե դուք ասոցացնում եք կամ կրկնում եք այն թեզերը, որոնք հնչում են Ռոբերտ Քոչյանի շրջապատից, ապա ես ցավում եմ, որ իրենք կարողացել են ձեզ մոլորեցնել։ Հանրապետականի հետ, չէ, դուք ասիք հանրապետականի հետ են ասոցացնում։ Ես ասում բուն հանրապետականի ինչ որ ձևակերպում տվեցիք, ուրեմն Սերժ Սարգսյանի եւ հանրապետականի հետ ասոցացվում են այսօր հանրապետականում առկա մարդիկ։ Ես ինքս Ռոբերտ Քոչյանի բազմաթիվ դրվագներով քննադատել եմ եւ կշարունակեմ քննադատել։ Խոսքը այս ժամանակահատվածի մասին չի, եթե դուք ֆիքսում եք այս ժամանակահատվածում որևէ լրացուցիչ բան չկա, որտեվ մեր առաջ առավել մեծ խնդիր է դրված, քան Ռոբերտ Քոչարյանին եւ իր շրջապատին պատասխանելն է։ Իսկ ինչ վերաբերում է անուններ տվեցիք, Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կապ ունեն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցությունում են հիմա։ Սերժ Սարգսյանի պատգամավորներ, ընտանիքի անդամներ, սա չի ասոցացվում ձեզ հետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները Հայաստանի Հանրապետական կուսակցությունում են հիմա եւ դուք շատ այդ բաց տեղեկատվությունը դուք կարող եք ճշտել ով է Հանրապետական կուսակցության անդամ հանդիսանում, ով Հանրապետական կուսակցության անդամ չի հանդիսանում, բայց ի տարբերություն մեզ, որ մենք շատ բաց եւ պարզ ասում ենք, ովքեր են հանրապետական եւ ովքեր ոչ, եւ տեղեկատվությունը, որը շատ հեշտ կարելի է ճշտել։ Ռոբերտ Քոչյանի ցուցակում արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Ռոբերտ Քոչյանի եւ իր ընտանիքի անդամների պնդմամբ իրենց հետ կապ չունեին, ովքեր ուղղակի հայհոյում էին ինձ կամ այլ հանրապետականներին։ Հիմա 20-յակում Ռոբերտ Քոչյանի, այսինքն Ռոբերտ Քոչյանի ձեռքով առաջին 20-յակում հայտնվել են որպես պատգամավորի թեկնածու։
հայտնի ալիքի հետ ասոցացվող կին գործ չի նկատի ունեք այստեղ, ես ճիշտ եմ հասկանում։ Ես նկատի ունեմ առաջին 20-յակում տեղ գտած մարդկանց, ովքեր ուղղակիորեն Facebook-ում, այո, ուղղակիորեն Facebook-ում հայհոյել են ինձ, հայհոյել են հանրապետականին, քաղաքական քննադատության մասին չէ այստեղ խոսքը, նիկոլականության մասին է խոսքը։ Եվ այդ նիկոլականները հիմա Ռոբերտ Քոչարյանի առաջին 20-յակում են, գրվել են Ռոբերտ Քոչարյանի ձեռքով։ Հիմա տեսեք թե ով ում հետ կապ ունի։ Իսկ ինչ վերաբերում է հանրապետականին, նորից եմ ընդգծում, հանրապետականի հետ ասոցացվում են եւ հանրապետական են, այսօր հանրապետականում առկա մարդիկ, անդամները, խորհրդի անդամները եւ գործադիր մարմնի անդամները։ Եվ Տիկին Մկրտչյան, եթե այնուամենայնիվ հունիսի 8-ի առավոտյան արձանագրվի Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, որը մեր ինչպես արդեն զրույցի ընթացքում փաստեցինք, անիրատեսական սցենար չէ, ինչ պետք է անի ընդդիմությունը, մասնավորապես խորհրդարան անցած ուժերը պետք է արդյոք վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարան, նախորդ օրինակով տեսանք դա արդյունավետ չէր ցավոք սրտի, թե օրինակ փողոցային պայքար նախաձեռնեն այլ գործողությունների դիմեն, որը արդյունավետությունը կրկին կասկածի տակ է։ Դուք ասացիք հաղթանակը կարձանագրի, ես այս տերմինի հետ համաձայն չեմ։ Նիկոլ Փաշինյանը, այո, Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ ինքը շարունակում է իշխանությունը զավթած բայել, այսպեսին է լինելու սցենարը, որտեղ մի հասարակություն, որտեղ 4 տարուց ավել է արդեն սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամեն 4-րդ քաղաքացին ասում է, որ Նիկոլը դավաճան է, չի կարող իրավական մրցակցային եւ արդար ընտրությունների միջոցով Նիկոլը ընտրվել։ Եկեք սա հասկանանք վերջնականապես, բայց դա այո չի նշանակում, որ փաստացի իշխանազավթման հերթական արարը մենք չենք ունենալու։ Ես այդ հարցը բաց եմ թողնելու ու չեմ պատասխանելու, ոչ թե նրա համար, որ չունեմ իմ կարծիքը, թե ինչ պիտի արվի, այլ ես մի քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ հանդիսանում, որը չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Եվ ես չեմ կարող որոշել կամ կաղապարների մեջ հիմա չեմ ուզում իմ կարծիքը բարձրաձայնելով դնել այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել եւ ավելին, ասում են, որ ձևավորելու են կառավարություն։ Հետեւաբար իրենք էլ պիտի տան այդ բանաձևը, թե իրենք ինչ գործողություններով են պայքարելու։ Ինչ վերաբերում է հանրապետականի պայքարին, հանրապետականը միշտ 2018 թվականից բազմաթիվ ապացույցներով ձեր աչքի առաջել կամ բազմաթիվ ապացույցներ, թե ինչպես է կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարել են Նիկոլի դեմ եւ պայքարում են Նիկոլի դեմ։ Մեկ անգամ եւս ավելորդ չի ասել։ Մենք չմասնակցելով, այսինքն քաղաքական հայտ չներկայացնելով, ամբիցիա չցուցաբերելով, հիմա էլ պայքարում ենք, մինչև հունիսի 7-ներ ամբողջ քարոզարշավի ընթացքում պայքարելու ենք Նիկոլի դեմ, հունիսի 7-ին անելու ենք ամեն ինչ, որպեսզի այն գործիքակազմը, որը մենք ունենք կամ կարողանա օգտագործվել ընդդիմության համար եւ իդեմ Նիկոլ Փաշինյանի դեմ օգտագործվի եւ իհարկե հունիսի 7-ից հետո փորձելու ենք զսպել Նիկոլի իշխանազավթման ախորժը։ Պայքարին էլ մասնակցելու եք հաստատապես, եթե լինի։ Դա մեր վարքագծով ենք ցույց տվել, գիտեք, իմ խոսքերով չի։ Ամեն պայքարին մենք այնտեղ եղել ենք։ Դուք չեք կարող մի փողոցային շարժում ասել կամ որևէ կերպ այլ մոդիֆիկացված միգուցե պայքարի ձևեր, որտեղ մենք մեզ դուք տեսած չլինեք այնտեղ անձամբ։ Եվ Տիկին Մկրտչյան, դուք գործող գումարման խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկն եք, այս տարիների ընթացքում մշտապես աչքի եք ընկնում ձեր սուր ելույթներով եւ Փաշինյանի եւ իշխանության գործողություններին առարկայական գնահատականներ տալով, որի համար նաեւ շատ հաճախ բռնության եք ենթարկում ուժայինների կողմից եւ այսպես շարունակ։ Անձամբ ինչով եք մտադիր զբաղվել եւ որտեղ ենք տեսնելու ձեզ այս ընտրություններից հետո, որտեղ դուք արդեն ինչպես նշեցիք, չեք մասնակցում եւ չեք լինելու հաջորդ գումարման խորհրդարանում։ Իմ պայքարը ընդդիմադիր մանդատով չի սկսվել, միգուցե ձեր աչքին տեսանելի է եղել ավելի շատ ընդդիմադիր մանդատով պայմանավորված, նաև կարգավիճակով պայմանավորված, բայց դրանով չի սկսվել եւ դրանով չի ավարտվելու։ Նիկոլի դեմ պայքարը իմ դեպքում կարող է ավարտվել մեկ ելակետով, մեկ վերջնարցունք ունենալով, ելակետը Նիկոլի դեմ պայքարն է եւ վերջնարցունքը հետեւյալն է՝ առանց Նիկոլ Հայաստան։ Հետեւաբար ես լինելու եմ այնտեղ, որտեղ եղել եմ միշտ, իմ պայքարի չափաբաժինը ինձ վրա վերցնելով, մինչև այն պահը, երբ որ Հայաստանում կլինեն հայկական իշխանություններ վերականգնված հայկական պետությամբ։ Առնվազն մինչև այդ պահը լինելու եք քաղաքականության մեջ։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Կհանդիպենք։